պարոն Նիկողոսյան, հարցս ձեզ է ուղղված, ձեզ համար մեծ երազանք է եղել գոնե 5 հոգով մասնակցել այսպիսի մեծ առաջնության ու հիմա Հայաստանում է ընթանալու առաջնությունը ու ունեք մեծ կազմ։ Կխնդրեմ մի փոքր խոսեք դրա մասին, ինչ առավելություններ է տալիս արդեն Հայաստանում առաջնություն անցկացնելը ու մի քիչ էլ ինչպես կազդի մարզաձևի զարգացմանը, որ Հայաստանում է ընթանալու։ Շնորհակալ եմ։ Ուրեմն պարոն Հովհաննիսյանի հետ շատ ենք շոշափել այդ թեման, եթե 5 հոգի մի քիչ ավել մարդ մասնակցեն, արդեն ես ինձ լավ կզգայի, փառք Աստծո, հիմա ունենք 26 մասնակից։ Ինչ վերաբերում է բազաների հարցը մեր մոտ շատ վատ վիճակում է։ Ընդամենը մեկ մարզադպրոց ունենք նորմալ գործող, Գյումրին չունի, Վանաձորը չունի, Երևան քաղաքը չունի, մի խոսքով հուսով եմ, որ այս միջոցառումից հետո զարգտա այդ հրաձգության զարգացումը Հայաստանում։ Տիկին Անդրեասյան, շարունակելով պարոն Նիկողոսյանի խոսքը, արդյոք կա առաջիկայում պլաններ մարզադպրոցներ վերաբացելու Հայաստանի տարբեր շրջաններում։ Շնորհակալություն, մենք այս առաջնության կազմակերպումն էլ ֆեդերացիայի գործընկերների հետ այնպես էինք պլանավորել, որ առնվազն գույքի մի հատվածը ձեռք բերենք եւ այնուհետեւ դա ուղղենք համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես օրինակ թիրախներն են եւ այլ սպეციფიկ գույքներ, որը իսկապես այս մարզաձևի զարգացման համար ունի առանձնահատուկ նշանակություն եւ այս առաջնության կազմակերպման համար պետությունը հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ եւ այդ աշխատանքների մեջ ներառված է նաեւ համապատասխան գույքը։ Ու ես հույս ունեմ, որ սա կլինի առաջին քայլը նշված արդիական պայմանները ձևավորելու, բայց ոչ միայն մենք ֆեդերացիայի գործընկերների հետ երկար ենք քննարկել հրաձգության զարգացման հայեցակարգը եւ մոտեցումները ու պետք է ասեմ, որ պետության կողմից ունենք պատրաստակամություն այդ աշխատանքները իրականացնելու, որովհետեւ գիտեք հրաձգությունը զարգացնում է շատ կարևոր հմտություններ, ինչպիսին ուշադրության կենտրոնացումն է եւ հատկապես մեր օրերում, երբ որ մենք օրինակ խոսում ենք տարբեր տեխնոլոգիաների ազդեցության տակ երեխաների ցրվածության, ավելի ուրեմն դժվար կենտրոնանալու մասին, պետք է հասկանանք նաեւ, որ այս մարզաձևերի զարգացումը այն հմտություններն է առաջ տանում, որոնք կարևոր են ոչ միայն մարզաձևի համար, այլ կարևոր են ընդհանրապես անձի ամբողջական զարգացման համար։ Եվ ես կարծում եմ մենք հենց այդ տեսանկյունից ամբողջական կնայենք, մասնավորապես մեր պլաններում է ֆիզկուլտուրա առարկայի շրջանակներում նաև հատկապես որպես սպորտային հրաձգություն մարզաձևի առաջ տանելը եւ այդպիսով նաև հրաձգության տարրական կանոններն ու հմտությունները մեր երեխաներին հասանելի դարձնելը, բայց նաև իհարկե մարզադպրոցների զարգացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք պլանավորում ենք մարզադպրոցների վերանորոգման եւ գույքով արդիականացման մի ամբողջ նոր շրջափուլ սկսել եւ այստեղ իհարկե ֆեդերացիայի հետ միասին կգույքագրենք, թե որ մարզադպրոցում ինչի կարիք կա, կփորձենք դրանք իրականացնել։ Դες ընդհանրապես մի թիվ ասեմ, որ պարզ դառնա պետության կողմից սպորտին ուշադրությունն ու աջակցությունը, սպորտի ոլորտի ֆինանսավորումը 26 թվականին 18 թվականի նկատմամբ ավելի քան քառապատկվել է։ Մենք շուրջ 15 միլիարդ դրամ այս տարի հատկացում ունենք սպորտին եւ այստեղ պետք է ասեմ, որ այս հատկացումները արդեն իսկ ցույց են տալիս, որ մեր նպատակները սպորտում շատ լուրջ են եւ մենք հետեւողական ֆեդերացիաների հետ միասին գնալու ենք այն ճանապարհով, որ ավելի ու ավելի կայուն ու լավ արդյունքներ գրանցենք։